Բարև ձեզ, սիրելի օգտատերեր, հարգելի կողմնակիցներ, այս ուղի եթերը նվիրվում է Միքայել Աչապայանին եւ իր կողմնակիցներին, ովքեր այս վերջին ժամերի ընթացքում բավականին անհեթեթ մեկնաբանություններ են անում իմ հասցեին եւ մեղադրանքներ հնչեցնում Փորձեմ այս ուղի եթերը սկսել Աստվածաշնչից մեջ բերելով հետևյալ նախադասությունը տողերը Երեմիա 14:14 Եվ Տերն ասաց Նրանք մարգարեություններ են ասում իմ անունով կեղծ Ես նրանց չեմ ուղարկել եւ չեմ պատվիրակել նրանց խոսքերը ոչինչ են Սա աստվածաշնչյան բառեր են եւ այդ բառերով ուզում եմ սկսել այս ուղի եթերը։ Նայեք, Աչապայան հոգեվորականը փորձում է ներկայացնել իրավիճակը այնպես, որ շարքային մարդիկ, ովքեր տեղյակ չեն այս գործընթացներից, ինձ դիտեն ինչ-որ այլ պրիզմայով։ Եվ որոշ մարդկանց թվացել է, թե իմ հայտարարությունները ուղղված են հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Ինձ էլ աղանդավոր, էլ անեծքներ իմ հասցեին, էլ չգիտեմ ինչ խոսքեր, ինչ ասես լսեցի ես մի քանի ժամվա ընթացքում, բայց ես ասել եմ ճշմարտությունը, իսկ ինչպես Աստված է ասում, ճշմարտությունից կարևոր ու թանկ բան չկա։ Այստեղ այլ հարց է առաջանում, հոգևորական մարդը, նաև հոգևորական սան ունեցողը, կարգավիճակ ունեցողը, մեծ պահքի շրջանում կարող է սուտ խոսել, պարզվում է կարող է։ Հոգևորականի կողմնակիցները, ովքեր իրենց ներկայացնում են որպես լուրջ քրիստոնյաներ եւ ինձ մեղադրում են ինչ-որ հակաքրիստոնեական բաների մեջ։ Իրենց իրավունք են վերապահում իրենց խոսքերում վիրավորանքներ, անեծքներ հնչեցնել իմ հանդեպ։ Նայեք, հետաքրքիր բան է ստացվում, այսինքն հոգևորական այրը, տվյալ դեպքում Միքայել Աչապայանը, կարող է սուտ խոսել մեծ պահքի ժամանակ, բայց երբ որ որևէ քաղաքական գործիչ հանկարծ, ուրեմն քաջություն եւ խիզախություն է ունենում պատասխանելու այդ սին, կեղծ եւ սուտ մեղադրանքներին, արժանանում է նրա կողմնակիցների հարձակումներին տեղեկատվական դաշտում։ Մի կողմից ասում են հոգևորականը իրավունք ունի ասի եւ դուք խոնար պետք է լսեք նրան։ Այո, հոգևորական մարդկանց բոլոր քրիստոնյաները պարտավոր են լսել, բայց ոչ սուտ խոսող հոգևորականներ։ Եթե հոգևորականը սուտ է խոսում, ինքը ինչ հոգևորական։ Եթե հոգևորականը օրը 48 անգամ հարցազրույց է տալիս եւ իրեն պատկերացնում է որպես բլոգեր կամ քաղաքական գործիչ, դա իր իրավունքն է եւ իր խնդիրն է, բայց այդ դեպքում այդ մարդը այլևս ինչ հոգևորական։ Հասկանում եք, եւ այս կազուսը, որը առաջացել է, պետք է վերջ դրվի։ Պետք է հասկանանք, որ այդ մարդը հստակ մեղադրանքներ է հնչեցնում, սուտ է խոսում, ասելով, որ Սերժ Սարգսյանը ասել է, որ կամ ինքը կդառնա վարչապետ, կամ պետք է մնա Նիկոլ Փաշինյանը։ Սերժ Սարգսյանը նման բան չի ասել, եւ Աչապայանի այդ կեղծ հայտարարություններին ընդհանրապես ես արձագանքել եմ։ Իհարկե, գուցեև իմ ձևակերպումները շատերին դուր չեն եկել, բայց եկեք չմոռանանք, որ ես երբևէ ինձ թույլ չէի տա որևէ եկեղեցականի հանդեպ, որևէ քաղաքական կամ ինչպես այսօր ընդունված է, այս բառապաշարով բանավիճելու կամ խոսելու բաները օգտագործեի, բայց տվյալ դեպքում էլ եմ կրկնում, տվյալ մարդը, քանի որ անցնում է այդ սահմանները, խոսում է ստերի մասին եւ ստեր է խոսում, պետք է պատասխաններ ստանա, անկախ նրանից նա հոգեվորական իրեն կհամարի, քաղաքական գործիչ իրեն կհամարի, թե շարքային քաղաքացի։ Ի վերջո, եթե այդ մարդը այդքան շատ ցանկանում է գնահատականներ տալ, մարդկանց սովորեցնել, խորհուրդներ տալ, խնդրեմ, մեր երկրում խոսքի ազատություն եթե կա, որ մենք բոլորս խոսում ենք, ուրեմն ինչ-որ չափով կա, թողիկ դել ինչ-որ չափով
խոսի եւ պայքարի իր գաղափարների համար, բայց չթաքնվի եկեղեցական կարևորագույն հոգեվոր կարգավիճակի ներքո։ Իմ ասածս ընդամենը սա է։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ վիրավորական բաներ են գրում, չգիտեմ իմ մասին ինչ որ անհեթեթ բաներ են գրում, դուք ծիծաղի արժանի մարդիկ եք։ Դուք իրականում ոչ մի բան եք, որովհետև ձեր նմանները պատվերով կուսակցական կլինի, դա իշխանական կլինի, պատվերներ եք կատարում եւ փորձում եք ճշմարտությունը խոսացող մարդկանց լռեցնել։ Իմ պարագայում դա ձեր մոտ չի ստացվի։ Ես համենայն դեպս որևէ մեկին չեմ վիրավորում, ես ճիշտն եմ ասում։ Իսկ այդ ճիշտը, եթե ձեզ դուր չի գալի, դա դեռ չի նշանակում, որ ես որևէ մեկին վիրավորում եմ։ Իմ քաղաքական լեքսիկոնի մեջ երբևէ բացառվում է վիրավորանքը եւ բացառվում է հակաքրիստոնեական պահվածքը։ Ես պատրաստ եմ ներել բոլորին, ես պատրաստ եմ հասկանալ բոլորին, բայց այդ դուք պատրաստ չեք։ Դուք պատրաստ չեք ականջալուր լինել, լսել թե ձեր մասին ինչ են խոսում, լսել մեր քննադատությունները։ Ինչ է ձեզ թվում։ Դուք այնքան խելացի եք, այնքան զորեղ եք, այնքան հարուստ եք, որ կարող եք մարդկանց ձեր ռեսուրսներով խեղճացնել, կամ այնքան ուժեղ եք, որ կարող եք բան ասել եւ այդ բանը բոլորը լսեն եւ ընդունեն։ Ոչ, այդպես չի։ Ես ել եմ կրկնում, մեծ պահքի շրջանում ստեր ու կեղծիկներ խոսացող յուրաքանչյուր հոգեվորական իմ համար հոգեվորական չի։ Իսկ եթե իրենք իրենց այդ հոգեվորական կարգավիճակի հետևում թաքնված փորձում են վարկաբեկել ինձ կամ իմ նման մարդկանց, փորձել ներկայացնել մեր խոսակցականը, մեր ասելիքները այլ ուրեմն լույսի ներքո, դա ձեր խնդիրն է, բայց պատասխանները դուք մշտապես ստանալու եք մեզանից, մշտապես։ Դուք եթե մի բան ասեք, մենք ձեզ 10 բան ենք ասելու։ Դրա համար ես չեմ ուզում իհարկե այս խոսակցությունը շատ կարևորություն տամ, որովհետև կարծում եմ բավականին լուրջ մարդիկ են մեզ լսելու եւ նայելու, այդ թվում հայ առաքելական եկեղեցու հոգեվոր հայրերը եւ ես ուղղակի կոչս եմ ուղղում ամենայն հայոց կաթողիկոսին եւ եկեղեցական բարձրագույն մարմնին, որ քննարկեն նման մարդկանց պահվածքը, քննարկեն այդ մարդկանց ծառայությունը հոգևոր ուրեմն իրենց կյանքում եւ որոշում կայացնեն ի վերջո այդ մարդիկ հոգևորական են թե քաղաքական գործիչ։ Շատերը իրենց մեկնաբանություններում գրում են հոգևորականը իրավունք չունի ինչի քաղաքականությամբ զբաղվի եւ կարծիք հայտնի։ Իհարկե իրավունք ունի, ժողովուրդ ջան, շատ էլ իրավունք ունի ոնց որ բոլորս, բայց հոգևորական իրավունք ունի ստեր ասելու։ Հոգևորական իրավունք ունի վիրավորվելու, երբ որ քաղաքական կոշտ գնահատականներ է տալիս եւ իրեն են այդ գնահատականներով պատասխանում, այդ հոգևորականը պահկվի իր կարգավիճակի հետևում եւ ասի այ տեսեք, վիրավորում են հոգևոր հայրին, վիրավորում են սրբազանին, վիրավորում են չգիտեմ ում։ Սա մանիպուլյացիա է եւ հոգևորականներն են լինում տարբեր։ Պատմության մեջ շատ բաներ են տեղի ունեցել։ Օրինակ, ցարական Ռուսաստանում քահանա Գապոնն էր հոգևորական։ Եվ նման հոգևորականներ շատ են եղել։ Այսինքն պետք չի որոշել, որ եթե մարդը հոգևորական է, ուրեմն խոսում է բացարձակ ճշմարտություն։ Եթե ինքը այդ կարգավիճակում է ապրում, ուրեմն մենք բոլորս պարտավոր ենք խոնարհ լսել տվյալ մարդկանց։ Մենք լավ գիտենք, չէ՞, այդ մարդը կամ իշխանական պատվերներ է կատարում, կամ ինչ-որ կուսակցական, կամ իր ինչ-որ անձնական շահերն է հետապնդում, գուցե ուզում է մասնակցել ընտրություններին, դա իր իրավունքն է, մենք որևէ մեկս իրավունք չունենք ասել ինչի է դա անում։ Բայց այդ դեպքում մի թաքնվեք եկեղեցական, հոգևորական ձեր կարգավիճակի հետևում։ Եղեք արդար, եղեք բաց եւ հրապարակային, եկեք, խոսեք, բայց մի թաքնվեք ձեր կարգավիճակների հետևում։ Եվս մեկ անգամ փորձեմ ասել հետեւյալ բառերը։ Այդ անեծքները, որ դուք հիմա ուղում եք իմ հանդեպ, հարգելի հոգևորականի կողմնակիցներ, ընդհանրապես գոյություն ունի բումերանգի օրենք եւ Աստված ամեն ինչ իհարկե տեսնում է։ Եթե դուք հղում եք ձեր այդ անեծքներն ու վատ
խոսքերը, տրամադրությունները ինչ որ մեկի հանդեպ ու անարդարացի, հաստատ դա ձեզ հետ է գալու նույն ձևով փոխհատուցվելու է։ Հենց որ դուք դրա մասին մտածեք։ Սուտն էլ միշտ բացահայտվում է, սուտն էլ ունի նման հատկություններ։ Եվ վերջում կասեմ հետևյալը, եթե տվյալ հոգևորականը, որը իմ համար այլևս վաղուց արդեն հոգևորական չէ, պարոն Աչապայանը, քաղաքական գործիչ Աչապայանը, ասելիքներ ունի, ես իրեն հրավիրում եմ, թող գա, նստենք եւ դեմ առ դեմ ասի այն բաները, որ ինքը ամենօրյա ռեժիմով տարբեր լրատվամիջոցներում թաքնված ասում է։ Թող գա իմ աչքերի առաջ ասի դա, ես էլ կասեմ այն ամենը, ինչ ես եմ մտածում։ Ես պատրաստ եմ այդ բանավեճին, կոչ եմ անում բոլոր առաջատար լրատվամիջոցներին, եթե ունեն այդ հնարավորությունը, Աչապայանին հրավիրել լրատվական ստուդիա։ Ես գալիս եմ բանավիճելու ու պատրաստ եմ բանավիճելու։ Եթե ինքը չի վախենում իր տեսակետները հանրայնորեն բացահայտ եւ նայելով մեր աչքերի առաջ այդ նույն բաները ասել, ես պատրաստ եմ բոլոր հարցերին պատասխանել եւ պարոն Աչապայանի եւ նման մարդկանց, ովքեր որ ունեն ասելիքներ, բայց չգիտես ինչի այդ դեմարդեն ֆորմատներում երբեք չեն հանդիպում։ Իսկ թե այն մեկնաբանությունները, թե վայ, դուք ով եք, որ պարոն Աչապայանը, Սրբազանը ձեր հետ բանավիճի, դուք ով եք, որ ձեր նկարը դրել են իր նկարի կողքին, գիտեք, դուք էլ եմ ասում, ուղղակի ծիծաղից բացի ոչ մի զգացողություն չեք առաջացնում։ Մաղթում եմ ձեզ լավ օր, Աստված ձեզ թող պահապան լինի եւ վերջում մեջ բերեմ կրկին Աստվածաշնչից հետեւյալ բառերը, երբ որ ասում են Աստծունը Աստծուն, Կեսարինը Կեսարին։ Մի խառնեք թացը չորի հետ։ Լավ եղեք, առայժմ այսքանը։